Շնորհավոր ձեր նոր տարին ամանորը եւ գալիք Սուրբ Ծնունդը։ Այսօր ամսի 2-ն է, գիշեր արդեն, Երևանի ժամանակով արդեն ամսի 3-ն է հունվարի, ուրեմն ձեզ բարի տարի եւ հաջողություններ։ Մի երկու խոսք խոսանք, թե ինչ էր հայտարարել ուրեմն State Department-ը, ամերիկյան գործնախարարությունը իր կայքի վրա, որ ամերիկյան քաղաքացիներին հորդորում են Ռուսաստանից դուրս գալ։ Անհապաղ, ամեն ձևով, եթե դժվարություն ունեն տոմս առնելու, թող խնդրեն իրենց բարեկամներից, ազգականներից, որ իրենց համար տոմս առնեն ուրիշ երկրներից, որովհետև այնտեղ դժվարություն կա, ամերիկյան կրեդիտ կարտեր չեն կարողանում գործածել, դրամական փոխանակումներ դժվար է կատարել, ասում են cash վճարեք ինչպես կարող եք եւ այլն։ Սա այսօր չհայտնվեց իհարկե այս բոլորը, բայց հիմա կասեմ թե ինչու ավելի ակտուալ դարձավ, ավելի կարևոր դարձավ եւ հատկապես նշում են, որ դա վերաբերվում է նրանց, որոնք ունեն երկու քաղաքացիություն կամ համենայնդեպս ունեն բացի ամերիկյան քաղաքացիությունից ունեն նաև ռուսական քաղաքացիություն կամ ուրիշ երկիր, հա, բայց հատկապես եթե ունես ռուսական քաղաքացիություն, գոյությունը շատ ավելի լուրջ է, որովհետև դժվար կլինի քեզ համար ամերիկյան ուրեմն կառավարության համար, ասենք դեսպանատան համար, քո համար բարեխոսել կամ քո համար փորձել քեզ ազատել որպես իրենց քաղաքացին եւ այլն, քանի որ դու նաև Ռուսաստանի քաղաքացի ես։ Եվ սա բարձրապես ասում եմ, որ վախ կա, նույն այդ բառերով էլ գրված է, որ իրենք ոչ թե վախ կա, այլ գիտեն, որ Ռուսաստանը կարող է սուտ պատճառներով քրեական գործ բացի ամեն տեսակի պատճառ գտնի, որպեսզի քեզ ձերբակալի պահի այնտեղ փաստորեն պատանդի կարգավիճակ է դառնում, բայց իրականության մեջ գործ են բացում, հետո կարող է տանեն դատական գործ հասնի դատարան եւ քեզ լուրջ ձերբակալման 4 տարիներ նշանակեն 7, 10, 20 եւ այլն նայած ինչի վրա են քեզ մեղադրում ինչի վրա են բռնել հա դա լինի թմրադեղերի վրա կամ ուրիշ մի խախտումների վրա կախված հա եւ սա լուրջ հարց է դառնում ասեն ամերիկյան կառավարությունը հասկանում է որ սա 3 քանի հոգի արդեն այդպիսի մի հատ բասկետբոլ խաղացող էին բռնել, չգիտեմ, մի հատ ինչ-որ ամերիկյան նախկին FBI էջենտ էին բռնել, զինվորական էին բռնել, նախկին էլի թոշակի գնացած եւ այլն։ Ամեն սակ մի բան պատճառ գտնում են, բռնում են եւ մի բան ասում են, լրտեսությունից սկսած կամ վերջացած, որ ինչ-որ մարիխուանայի ուղև ունեցել մոտ այդ աղջիկը, այսպես ասած բասկետբոլ խաղացող եւ այլն, որին հետո բաց թողեցին։ Որ դիզայնում են ինչի համար, առևտուր անելու համար, այսինքն մի լծակ է դա իրենց համար, իրենց կարծիքով դիպլոմատիայի մեջ կամ հարաբերությունների մեջ, որ իրենք ուզում են ունենան։ Նույն բանը ինչ որ Ադրբեջանն է, այսինքն կարող մի գյուղացի բռնի ինչ որ եւ հետո բանտարկի, որ հետո պետք է բանակցես իր այդ մարդի փոխանակելու համար եւ այլն, սա ուժի տեսակետից ուժը մարդ էսպես բան չի անում, կասեք Ադրբեջանը ուժեղ չէ, Ադրբեջանը ուժեղ չի, ոչ Ռուսաստանը դրա համար անում են այդ բանը։ Եթե ուժեղն են, պետք չեն ունենա ինչ որ գյուղացի բռներ հա փող կամ ինչ որ մի զինվորի բռներ պահեր եւ դրանով վրա փորձեր ինչ որ բանակցությունների մեջ ինչ որ առավելություն ունենալ եւ այլն, սա բարձրավոր այդպես է։ Բայց հիմա տվյալ դեպքում այս բարձ ասված է իրենց կայքի վրա, ուրեմն State Department-ի, որ սա ռեալ ուրեմն հնարավորությունը, որ կարող է լինի ամերիկյան քաղաքացիների համար, որոնք գտնվում են Ռուսաստանում եւ հատկապես նրանց, որոնք ունեն երկու քաղաքացիություն։ Մի արեք, ասում է ամեն կերպով տոմս առեք, դուրս եկեք, ունդեղ նույնիսկ ասվում է ինչ ճանապարհներով, քանի որ օթային ճանապարհները փակված են Եվրոպա դեպի ուղակի թռիչքներ դեպի Միացյալ Նահանգներ չկան, գնացեք Էմիրատներով, Կատարով, Թուրքիայով, չգիտեմ, Ղազախստանով, ոնց ուզում եք դուրս եկեք։ Նույնիսկ ասում են ցամաքային, ասում մեքենայով գնացեք ինչ որ երկիր դուրս եկեք եւ այլն։ Այս զգուշացումը, ասենք, հա, կամ հորդորը ավելի նշանակություն ստացավ հիմա հատկապես, երբ որ իրենց դրությունը ինչ որ վատացավ։ Ինչ իմաստով բոլոր դիրը լսել եք, գիտեք, որ Ռուսաստանը
Ռուսաստանը ասելով Թրամփը վերկացավ ուրեմն իր կաբինետի ուրեմն ժողովի ժամանակ հայտնեց թե ինքը որ խոսում էր միշտ բանակցությունների մասին Ուկրաինայի Պուտինի հետ, անդադ զեկուցում էր Պուտինին դա ինչ որոշվեց Ուկրաինայի բանակցություններում, չգիտեմ ինչ եւ այլ Պուտին ուրեմն հետո էլ զանգեր ասեց որ բա ուկրաինացիները փորձեցին ինձ սպանել իմ ինչ որ քաղաքից դուրս, ասենք իրա այսպես կոպիտ ասած տաչաներից մեկի վրա ուրեմն անօթաչու սարքեր են ուղարկել որպեսզի իրեն դեռ սպանեն Թրամփն իհարկե շատ ճկուն չլինելով այդ րոպեին ասել էր վայ ոնց կարող է բան լինի ես դա չեմ հավատում այդպիսի բաներ կարող է չպետք է անել խոսքով սպես բայց մի խոսքով անցավ 2 օր իրեն ասացին այդ կենտրոնական հետախուզականը ՑՌՈ կոչված է CIA-ից որ դες բան չի եղել իրենք տեսնում են արբանյակներով որտեղ է գնում ինչ են խփում եւ այլն այդպիսի նույնիսկ փորձ չի եղել եւ ընդհանրապես ուկրաինացիներն ասում են կան նորմալ չէ դες բաներ են ասած մենք գլխին կապում ասին ո հավատում դες բանի իրենք ինչ որ թիրախներ ունեին այնտեղ նավթա մշակման գործարան չգիտեմ ինչ որ ռազմա այդ ամբողջ ուրեմն բանակային կենտրոնի պահեստ կա ռազմամթերքային եւ այդպես բաներ խփել են կողմի վրա այսինքն ոչ մի sense չկա իմաստ չկա այդ իրենց ասացի մեջ բարձր է այդքանը նույնիսկ Թրամփը հասկացավ դա եւ ռեակցիան էր կարեւորը այս բոլորի որ ինքը հասկանալով նույնիսկ ասաց որ արդեն հասկացավ որ իրենք են ամեն պատճառներ բռնում որպեսզի ուրեմն դադարեցնեն կամ խափանեն այս բանակցային process, երբ որ արդեն ստիպեցինք Ուկրաինային ինչ ասես արեցի համաձայնվեց հողել եմ տալիս համաձայնեմ ու հանգարց նորից չոր Պուտինը բաներ է բռնում էս էլ ինչ էր որ յանի փորձեցին ինձ սպանել եւ բանապիսկով դուրս եկավ ասեց Լավրովն էլ իհարկե առանձին խոսակցում որ դա նշանակում է որ մեր բանակցային ուրեմն դիրքորոշումը պիտի ավելի խստացվի որովհետեւ այսպեսի բան է արվել Պարզա որ որտեղ բան չի եղել, բայց նշանակում է դեպի դու ասում ես արդեն խստացնենք այդ նույն բանն որ ասում ենք հենց որ դու մի հատ ադրբեջանական մեթոդն է, չէ՞, մի բանին համաձայնում ես, ինքն ուրիշ պատճառ է բռնում, թե ինչը պիտի հիմա խաղաղություն չկնքեք, ավելի բան են պահանջում, չէ՞, այդ բանն է կատարում, բան ռուսներն անում։ Այս երկուսը իրար հետ շատ լավ են աշխատում, իրար նման։ Խոսքով էս է, բայց դա նորից թույլ կողմն անում եւ desperate կողմն Եվ ինչի մասնա խոսքը գնում արդեն շատ վատ է վիճակը բյուջետի վիճակը շատ վատ է նավթը չեն կարողանում ծախեն իրենց նավթային այդ տանկերները բռնագրավում է ամերիկան եւ երկրները չեն կարողանում հասցնեն ընդհանրապես արդեն դիսկաունտով են ծախում ինքնարժեքի ցածր հիմա արդեն $34 են ծախում ինչ եւ այլն բարելը որ շուկայական գնից 20-30 ավելի պակասով են ծախում որպեսզի կարողանան ծախեն, հա, բայց արդեն նույնիսկ բանը Հնդկաստանը վազնացավ, Չինաստանը շատերը officially չեն ասում ենք չենք առնում, բայց իրականության մեջ պակասացրել են չեն առնում եւ այլն։ Միլիոն բարել չեն ինչ որ պակասացրել։ Խոսքով էս բանը կա, հա, եւ սա իր հետևանքներն է ունենում իրենց վրա, սկսում են ասած desperate բաներ ամերիկան հասկանում է որ սեն ժամանակ ավելի շատ մարդկանց կարող է պատանվեցնեն պարզապես տարբեր պատրվակներով տարբեր ինչ-որ քրեական գործեր սարքեն որպեսզի կարողան ինչ-որ բաներ դրա համար էս զգուշացում ավելի էս հիմա հենց հիմա ավելի բան դարձավ ինչն ասում ակտուալ դարձավ հա էս ավելի հետեւաբար այդ պետքա չմոռանալ այդ է ասում դրա մյուս կողմը նայենք մի հատ մի քիչ խոսանք բանի մասին, իմիգրացիայի մասին, այս ամերիկան ինչա կատարվում, 25 թվականը վերջացավ, ուրեմն ընդհանուր թվերով մի քիչ հայտնեմ, 2.5 միլիոն մարդ են երկից հանել, տարբեր ձևերով, հա։ Դրանից իրենք ասելով իրենց տվյալներով 1.9 միլիոնը մոտ իբրև կամավոր է գնացել, այսինքն են համաձայնել են, որ ավելի լավ է ես դուրս գամ գնամ, քան թե ինձ ձերբակալեն, ամիսներ պահեն ինչ-որ բանտում կամ ինչ-որ մի հատ բանում, այդ
կենտրոնում, հա, ասենց ասած, իրենց համար սարքված։ Հետո էլ վերցնեն ուղարկեն, պայմանը չէ, որ իմ երկիր ուղարկեն, կարող ուղարկեն Աֆրիկա, եթե դու Լատին Ամերիկայից ես։ Ասեն բռնեցին հանկարծ քեզ Ուգանդա ուղարկեցին, ինչ սանելու։ Իսկ ինչի՞ պիտի Ուգանդա ուղարկեն, որտեղ ասենք թե Ուգանդայի հետ կոնտրակտ ունեմ, որ այսպիսիներին նա կվերցնի իր մոտ կպահի։ Օրինակյանը։ Արդեն գիտեինք, որ այդ բանը կատարվում, ասենք, որ Սալվադորը համաձայնվել էր, չգիտեմ ով համաձայնվել էր ուրիշ երրորդ երկրների քաղաքացիներ իր մոտ բանտարկելու համար, հա, տարբեր բաներով։ Եվ դա երկու շատ վաշատերին վախեցրեց։ Այն ծրագիրը, որ $1000 արի վերցրու եւ տոմսի եւ թռի գնա քո երկիրը մարդաբարի, այս ստերեոտիպը շատ պոպուլար է դարձել։ Մանավանդ երբ որ գինները մի քիչ բարձրացրեցին վերջերում։ Եվ ստերեոտիպը իհարկե որ թվերի նայում ես հսկայական թիվ է 1.9 միլիոն մարդ է։ Իսկ իրականում ինչ է նշանակում մոտավորապես 600-650 մարդ այսը ձերբակալել է եւ ինքը դիպորտ արել։ Ասեն արդեն բռնի ուժով, այսպես ասած։ Սրանց 70%-ը պետք է ասել, որ նրանք ինչ որ քրեական անցյալ ունեն։ Ուրիշ խոսքով նախ իրանք priority-ն, այսինքն տալիս են կարևորություն ավելի շատ նրանց ձերբակալելու առաջին հերթին, որոնք ունեն քրեական անցյալ կամ դատված են եղել արդեն conviction, հա, convicted են եղել կամ ձերբակալվել են, կարող է դեռ դատական process չի սկսվել կամ չի վերջացել կամ հետաքննության ֆազայի մեջ են կամ ինչ, արդեն էլ չեն ուզում երկար բարակ սպասեն, հանրամգցում են դուրս։ Եվ դա հենց շարունակվում է, ճիշտ ասեմ, այս priority-ն, որ քրեականներին առաջին հերթին պետք է ձերբակալել, նոր բան չի, արդեն 20 տարի է գոյություն ունի։ Բայց այն հանգամանքը, որ դա առաջ բոլոր deported մարդկանց երևի 95%-ներ կազմում, հիմա 70-ն է, ոչ խոսքով ոչ քրեականները շատերն են բռնվում եւ դրա վրա է հասարակության, ասենք, հանրության ուշադրությունը բևեռվում, որովհետեւ դրանց վրա են հեռուստատեսային կայանները եւ ընդհանրապես մեդիաները ուշադրություն դարձնում, որ այս ինչ մարդուն բռնեցին, ինքը չգիտեմ ինչ որ ստեղ այսքան տարի ապրել առանց քրեական բանի եւ այլ եւ իրան վռնդեցին։ Այո, բայց նորից դա կազմում է 30%, ասենք, հա։ Մի խոսքով այս բանը այս տարի 25 թվին նախքին այս արդեն տարվա ընթացքում սա է գնացել։ Այս բանն ենք ընդհանուր ամփոփում ենք թվերը այս բանով։ Ոչ ման չի փոխվել իրենց նպատակների մեջ, and Steve Miller-ի ասած տարվա մեջ պետք է 1 միլիոն մարդ հանենք, փաստորեն ենք իրենց ծրագրով գերակատարեցին, հա, 150%-ով կարելի ասել այդ նպատակը, հիմա ինչքան գնա, այդքան իհարկե դժվար է, հա, քանի որ արդեն պակասելու են այդ թիվը, բայց այդ նշանակալի չէ, 2026 թիվը ավելի հեշտ չի լինելու դրանց համար։ Ամենակարևոր ստեղ կետը նա է, որ հանցանք գործել պետք չի, աչքի ընկնել ոստիկանությանը պետք չի, մանավանդ հիմա, որ արդեն ուրեմն տվյալների բազաները իրար հետ կիսվում են։ Առաջ, եթե դու աշխատում էիր, ասենք, այսում, ստանալ IRS-ից, այսինքն հարկայինից տվյալներ, ով է վճարում հարկային, ով չի վճարում, ով գործ ունի, ով է հետ մնացել, աննային գործ էր։ Բացի եթե դու քրեական գործ ուներ, եթե դու գնայիր, ստանայիր դատական սանկցիա կամ grand jury սանկցիա, հա, grand jury տանը գնաս ներկայացնես, որ ինչի համար պետք է այդ դեպքում տա։ Համարյա աննային գործ էր։ Ու թվում էր թե երկու պետական հիմնարկներ իրար հետ կարող են կիսվեին։ Հիմա այդպես չի։ Հիմա հաճույքով արագ կիսվում են եւ immigration տվյալների եւ հարկային տվյալները եւ State Department-ի վիզաների երբ ստացավ երբ եկավ, այդ միշտ կար արդեն State Department-ը երբեք պրոբլեմ չէր առաջացնում, բայց հիմա շատ ավելի հեշտացրել է այդ գործը։ Եվ սա իհարկե հեշտացնում ընդհանուր այս process-ը արագացնում է շատ եւ նույնիսկ այդ ստանդարտներն այնքան բարձր չեն։ Դա էլ ասեմ ձեզ, որ շատ բան պետք չի, որպեսզի
մեկին երկից վտարելու համար գործ բացես եւ դրաս այդ իրականացնես։ Այդ եթե առաջ շատ մեծ թղթակ բանություններ պահանջվում, այդպես բան չի պահանջվում եւ դա իր բան ազդեցությունը թողումած ուժ ձևով չէր կարողանա այս չվերը չէին կարողանա ապահովել։ Այդ էլ ասեմ, դες 26 տիպը չի լավանալու այդ իմաստով։ Բացի եթե քաղաքական մեծ փոփոխություններն են, որ ես կարծում եմ լինելու է ընտրությունների հետ կապված եւ այլ այդ mid-term ընտրությունների հետ։ Հիմա դա ուրիշ խոսք, դա դրա վրա պետք չի հույս դնել եւ իմ կարծիքով ով էլ գա այս շոպեին շատ չի փոփոխելու վիճակը։ Իրականության մեջ ինչ իմիգրացիոն վիճակը այնքան վատ էր, որ նույնիսկ շատերը, որոնք ընդհանրապես դեմ են այս ձևին, որով ինքը այս deportation-ները կատարում է, որ շատ կոպիտ ձև ասենք, հա, մեղմ ասած, ընդհանուր գաղափարի հետ իրենք դեմ չէին։ Այն հանգամանքը, որ գալիս էին բավական sense լպիրշ ձևով, հա, մտնում են երկիր, ես գիտեմ միրամուկներս գլուխս մի տարի թուղթստուր ես գնում եմ, այս մոտավորապես այս մոտեցումը կար երկիր մտնողների մեջ, շատերի իմանալով, որ այդպես է, շատ ասենք բորը պրչոլ են սամանապահ ծառայությունը շատ է դեպ մաստով հոգեբանորեն ճնշվում է, տուրում ասենք, կոպիտ ասած, հիմա իհարկե ամբողջ փոխվեց։ Եվ իհարկե դա իր ազդեցություն ունեցավ եւ սահմանի վրա շատ քիչ մարդ է գալիս, դրա մասին չխոսանք, առաջի անգամ, ասենք 1900 ուրեմն 60 թվականից, սա չեմ խորինում տվյալներով եմ ասում, երկրում Ամերիկայից դուրս ծնվածների թիվը պակասել է։ Այսինքն աճի փոխարեն անկում ապրել։ Դա ամեն տարի առաջ աճում էր, երկրից դուրս ծնվածների թիվը մեծանում էր, ինչու անդադ որ տարին ասենք թե 1, 2, 3 միլիոն նայած տարի մարդ էր նոր մտնում, անդադ ավելանում էր նրանց թիվը բնականաբար։ Իմիգրանտների թիվը ասենք, հա, առաջի անգամ պակասել է։ Եվ դա շնորհիվ նրա, որ քիչ են գալիս, եկածներից շատ են դուրս գալիս։ Սա ոնց ուզում եք վերցրեք, սա որպես լավ վերցրեք, ուզում եք վատ վերցրեք, մի կողմից լավ է, որտեղ իհարկե շատ վատ մարդկանց իսկապես հանել են, մյուս կողմից իր հետևանքներն ունենում տնտեսության վրա, որովհետև Ամերիկայի բնակչության բնական աճը sustainable աճ չի, այսինքն բնակչության թիվը պահելու համար դու ունենաս 2.1% չէ, աճ, որպեսզի պահես նույն աճճանի վրա։ Առանց իմիգրանտների չես կարող այդ պահես Ամերիկայում այդքան ծնունդ չի լինում, որպեսզի երկրի այդ բնակչության թիվը պահես, հա, իսկ եթե միգրացիան պակասացնում ես, բնականաբար պակասի, դա նշանակում է, որ կպակասի, այսինքն հասարակությունը սկսում է ծերանալ, ասենց ասած, նույն բանը ինչ որ կա Ճապոնիայում, Իտալիայում եւ այլ եվրոպական երկրներում այդ հիվանդությունը կա, չէ՞, երբ որ Չինաստանը ձեզ ավելի լավ օրինակ է, Ռուսաստանի մասին եմ խոսում, նույն բանն այնա։ Երբ որ բնական աճ չկա եւ դրսից էլ մարդ չես թողնում գա, ուրեմն դու ինչպես ես պահելու տնտեսության, քո էկոնոմիկայի աճը։ Միայն պիտի առնես ուրեմն բանի հաշվին, արդյունավետության, հա, հաշվին, քո productivity-ն պիտի մեծանա։ Իսկ productivity-ն Ամերիկայում իհարկե մեծանում է, շատ այդ իմաստով դրա մասին խոսք չկա։ AI-ը շատ օգնում է հարցում, երկրներում որտեղ այդ productivity ուրեմն աճ չկա, ասենք թե ինչպես օրինակ Ռուսաստանի եւ այլն, այդտեղ շատ են դժում։ Չինաստանը հասել է իր, ասենք թե չեմ ուզում ասեմ իր ապոգեին, ամենաբարձր կետը չի հասել այնտեղ, որովհետև, բայց այդ իմաստով, բայց այնքան դա, որ ծերանում է հասարակությունը, եւ ամեն մի թոշակառուի համար, եթե առաջ կար, ասենք թե 7 հոգի կամ 4 հոգին աշխատում, օրինակի համար Ֆրանսիայում, ասենք քանի մինչև 140 տարի առաջ, հիմա մի հոգի, 2 հոգի են աշխատում,
Աննային է, որ դու պահես այդ մարդուն իր, որտեղ մարդկանց կյանքը երկարում է, իրանք թոշակի են գնում դեռևս նույն տարիքում ինչ որ առաջ, հա, դա ինչու համար են ամեն անգամ երկրները փորձում թոշակի տարիքը մեծացնել, որ մարդկանց թոշակի տարիքը որոշված էր այն ժամանակ, երբ որ միջի մահացությունը լինում էր, ասենք թե 60 տարեկանում կամ 50 տարեկանում, իսկ հիմա արդեն մարդիկ ապրում են շատ ավելի երկար, չէ՞, դրա համար թոշակի տարիները աճում են, ասենք թե ոչ թե 10 տարի է լինում թոշակի տարին, այլ դառնում է 20-30 տարի եւ քանի հոգի մարդ կա աշխատող այդ մարդուն պահելու համար, այդ խնդիրը շատ լուրջ խնդիր է դառնում։ Հիմա Ամերիկան միշտ այդ իմաստով փրկվում է նրանից, որ անընդհատ migration կար։ Եվ unskilled, այսինքն ոչ շատ կրթված, ասենք թե կամ մեծ հմտություն ունեցող մարդկանց իմիգրացիա կար, որոնք կատարում էին շատ այդպես գործեր, հասարակության մեջ այդ մեջտեղն է միշտ բաց մնում։ Ծառայություններ կան, որոնք շատ բան չի պահանջում, բայց աշխատող չկա, մակրոներ, չգիտեմ, ծաղկտոներ, ինչ պարտիզպաններ, հիվանդանոցներում աշխատող որպես եւ այլն։ Եվ մեկ էլ լավ կրթություն պահանջող գործերն են։ Ամերիկան երկու կողմից էլ օգտվում են, որտեղ եւ գալիս էին սովորելու մնալու ստեղ, հա, եւ կարող էր շատ հեշտությամբ հարաբերական հարց է իհարկե, բայց ամենայն դեպս վիզա էր տալիս ինչ-որ մի կամպանի եւ մարդկանց մասնակետին բերում էր ստեղ աշխատացնելու։ Բայց երկուսն էլ կտրում ես երկու կողմից եւ սահմանից էլ մարդ չի գալիս եւ կրթված մարդկանց էլ չես կարողանում բերես կամ դժվարացել է բերել շատ փող տաս իրանց ստեղ վիզա ստանալու համար, սարքելու համար եւ այլն։ Դու կոմոդ մեծ տնտեսական խնդիրներ ես արդեն ստեղծում։ Հիմա եթրոպեին այս ֆարկենի կարող չի երևում, բայց այդքան ասենք ակնառու ձևով։ Բայց ասենք թե 5-10-15 տարի հետո շատ ավելի մեծ խնդիր է դառնում, եթե այս բանը շարունակվի, ասենք, այս policy, հա։ Այս ընդհանուր հարցն եմ ասում, ինչ է կատարվում այս ամերիկյան իրավիճակի մեջ, բայց այս իմիգրացիայի խնդիրը այսօրվա դրությամբ շատերի համար դա եթե ձևի հետ համաձայնել չեն, սկզբունքայինորեն համաձայնել դրա հետ։ Եվ ոչ ոք չի կարող ասել, որ իր, ասենք թե դրական կողմերը չունի բացասականի հետ միասին։ Բացասական արդեն ասեցի, ինչ հետևանքներ կարող ալնի, շատ օներ չուրես եւ այլն, որոնք չեն մուծում իրենց սոցիալ ապահովության турքերը, որոնք չեն, ասենք, եկամտահարկեր վճարում եւ այլն, այդ իմաստով արդեն վատ է։ Բնականաբար լավ կողմներն են, որ քիչ եմ արանում։ Այս բոլորի հետ մի հատ էլ անցում կա, արագ կատարեմ, ուրեմն ուշադրություն դարձվեց, որ Մինեսոտայում իբրև թե մի հատ 21 տարեկան մեկ բլոգեր գնացել ինչ-որ հետաքննություններ կատարել, թե ինչպես սոմալեցիները, որտեղ շատ կա Մինեսոտայում, ես հիշում եմ իրենց հազարներով, տասնյակ հազարներով բերեցին Սոմալիայի են վատ տարիներին եւ տեղավորեցին սա այդ նահանգներում հյուսային, իրենք օգտվում են պետական, ուրեմն պետության կողմից ֆինանսավորվող ծառայություններից փող են ստանում, բայց առանց ծառայությունը մատուցելու։ Օրինակի համար փոքր երեխաներին նայելու համար, ասենք babysitter-ությունը, daycare-ն ասում, հա, տանում ես երեխայի տոմս, հայկական կոնտեքստի մեջ մանկամսուրների եւ մանկապարտեզների, այսպես ասած, մասնավոր ցանց, որի համար դու ստանում ես ինչ-որ դոտացիա, պետությունը քեզ վճարում է դրա համար, ամեն մի երեխայի գնով։ Այս խելոքները ամեն մեկը մի հատ իր տանը կամ ինչ-որ մի ստից տեղ գրել է, որ ինքը մանկապարտեզը բացել, դե այսքան էլ երեխա ունեն, ինչ-որ անուններ են տվել, իրենց համայնքից գնացել հավաքել են անունները երեխաների, ծննդական ծննդյան թիվ եւ այլն, եւ դրանց համար ամեն մեկի գլխին, ասենք թե փող են ստանում, կամ ասենք թե ծառայություն են մատուցում, որ իբր ծերերին տեղափոխում են, տանում են բժշկի տվերում ես եւ այլն, բաներ, ինչպես գիտեք, այդպես Կալիֆոռնիայի այդպես բաներ կա։ Խոսքով սրանք մի քանի միլիարդ դոլարի վրա այդպես ծախսեր են արել, ֆրոդ են արել, այսպես ասած։ Իրականության մեջ այս սրանց վրա արդեն գործը կար 2 տարից ավելի կատարվում էր, ուղղակի ուշադրություն հասարակության ուշադրություն չէր հատվում, մանր
իրենց համար աշխատում էին քնչական, ասենք թե մարմինները, հա։ Միջև որ սա հանեց ուրեմն TikTok-ի վրա, YouTube-ի վրա, սկսեցին ինտերվյուներ անել, Թրամփը տեսավ ճանաչավ, մարդկանց ուղարկեց, FBI-ին հրամայեց հավելյալ քննիչներ ուղարկի այնտեղ եւ մի խոսքով մեծ բան դարձավ եւ ավելի, ոնց ասեմ, շեշտեց իմիգրանտների գող զեղծարար բացասական ազդեցություն ամերիկյան տնտեսության վրա ունեցողների այդ, ասենք, տպավորությունը։ Արդյոք դա սուտ է, չէ, իհարկե, հարասում չէ, պետք չի ես հիշեցնեմ, թե նույն ամեն տարի ինչքան ինչ-որ հայ են բռնում տենց գործերի վրա եւ կամ ասենք թե ուրիշ բաներ, բայց նորից վերադառնալով դրան, իդեպ ասեմ սոմալիցների դեպքում ախր այս էլ պրոբլեմա, իրենք հետ չեն բանանում, զուլվում ամերիկյան հասարակության հետ, նաև կրոնքը թույլ չի տալիս, բայց այնպիսի ստատիստիկաներ էին բերում, այնց հսկայական թվերով մարդիկ, որ չեն աշխատում, այլ նպաստ են ստանում, էլի 40% կամ չգիտեմ քանի 40, ուրեմն սոմալիցների նպաստի վրա է կամ չի աշխատում, խտրակ թվեր էին բարձր։ Բնականաբար մի մասը դրանց աշխատում էր, պարզապես ասում էր չեմ աշխատում նպաստ եմ ստանում, մի մասը գրում էր, որ ես չգիտեմ, բանում եմ, ասենք թե վարորդություն եմ անում կամ երեխա եմ պահում կամ չգիտեմ ինչ եմ անում եւ չեր անում, բայց կողքից էլ ուրիշ տեղ ստանում էր։ Խոսքով էս բաները շատ ոնց ասեմ, իմիգրանտների վիճակի համար բոլորովին բարենպաստ չէ, հա, ասած ասած։ Ամերիկացու տեսակետից որ նայում ես, ասում եմ, դրանք էլ հանում են, լավ են անում։ Թող բոլորին էլ վրընդեն։ Այո, մի քիչ կոպիտ ձևով են անում, բայց դու թող լինի։ Հիմա, հետաքրքիր ինչ է։ Հանկարծ եվրոպացիները, որոնք միշտ ընդհանրապես ամերիկացիներին մի քիչ վերևից են նայում, որ դուք ինչ բարբարոսներ եք, չգիտեմ ինչ, զարթնեցին եւ ասեցին, սես չղավ, թե Թրամփը իրենց առանց բարերը ծամծմելու ասեց, որ դուք կորելու եք, հեսա վերանալու եք։ Ես ձեր իմիգրանտները ձեզ բոլորին ուտելու են, դուք խելք չունեք, ես կոմեկոմ ինչ ես ասեց։ Եվ նույնիսկ լիբերալ Իտալիայում սկսեցին արդեն խստացնել, ել չեմ ասում այնտեղ ամենավատ վիճակը բանն է, չէ՞, այնտեղ Նորվեգիան, Շվեդիա այդ երկրներում են շատ դժվար, շատ են տարբեր երկրներից եկած եւ օգտվում այս բոլոր իրենց սոցիալական բարիքներից առանց աշխատելու կամ աշխատելով ապօրինի, ասենք, եւ միաժամանակ օգնություն ստանալով եւ այլն, սկսեց Եվրոպայում էլ այսպիսի մի հատ մեծ բան պաստարան չեն տալիս, դժվարությամբ են տալիս, շատ դժվարությամբ են տալիս, Գերմանիայում սկսվեց այդ բանը, Իտալիայում սկսվեց այդ բանը, ել չեմ ասում Սկանդինավիան, Դանիայում հայտարարություն, այնտեղ արդեն հեշտ չէր, շատ ավելի դժվարացավ եւ այլն։ Եվ այս ալիքը արդեն նայելով ոնց ասեցին, եթե կարելի է Ամերիկայում անել, դե դա ամերիկաներ չէ, որ միշտ sense ինչ-որ շատ լիբերալ պահում էր իբրեմ, մենք ինչի չանենք։ Սա դարձավ ընդհանուր ասպիսի բան։ Հիմա ինչ կլինի սրանից հետո, ես ասեմ, որ առայժմս չի թույլանալու։ 2026-ին հաստատ չի թույլանալու, Եվրոպայի մասն եմ խոսում, Ամերիկայի համար կարող է թույլանալ միայն այն դեպքում, եթե հանկարծ ընտրություններում այնքան ուրեմն հանրապետականները թույլանան, այսինքն կորցնեն տեղերը, որ իր դեմ impeachment լինի եւ կարողանան իսկապես իրեն հանեն։ Այդ դեպքում հանրապետականները կթուլանան եւ այս policy-ները Vance-ը եթե գա իր տեղը, եթե Թրամփին հանեցին impeachment-ի դեպքում ուրեմն vice president Vance-ն ալներ իր տեղը, նա կարող է չթուլացնել բոլորովին շատ փորձի շարունակել, բայց չի կարողանալու շատ էֆեկտիվ լինի, որովհետեւ ինքը մեծամասնություն չի ունենալու ուրեմն բանում ոչ ներկայացնողի տանը, ոչ սենատում։ Իսկ այսպես կոչված Թրամպիստ կողմը Թրամպյան արդեն թույլատրած ամնելու եւ
կվախենան նույնիսկ շարունակեն այդ նույն policy-ները, քանի որ տեսան, որ իրենք կորցնում են, տեղեր են կորցնում այդ երկու ուրեմն օրենսդիր մարմիններում չեն անի այդ բանը։ Սա որպես բան եմ անում, կանխագուշակում ինչ կարող է լինի, եթե ընտրություններում կորցնեն իրանք, եթե չէ, այս policy-ները կշարունակվեն Ամերիկայում դրանով խոսք չկա։ Լավ, ամփոփելու համար ուրեմն հիշեցնում եմ, որ ընդհանուր իմիգրացիոն policy-ները չեն փոխվել, շարունակվում են, եւ բայց այս ռուսական քայլը Պուտինի, որի զանգեց իբրեւի իմ դեմ մահապորտության արել ուկրաինացիները, որ պարզվեց լրիվ սուտեր իհարկե, չաշխատեց, backfired ասած, հա, նույնիսկ Տրամպը հասկացավ, որ իրեն ֆրացնում են, sense խափում են, կոպիտ ասած, եւ բանակցությունները ամեն ինչ անում է ուկրաինացիներին ծեծելով, ջարդելով, զորով, շարով, քաշատալից համաձայնեցնում է, որ հողեր տվեք, եսարեք, նարեք, Պուտինը մի հատ նոր պատճառ է գտնում, որ չանի։ Դա արդեն սկսեց ներվերի վրա ազդել։ Հիմա կարող է զարթնի ուրիշ բան անի, պարզ է ինքը սիրահարված է Պուտինի վրա, բայց you never know։ Դա իր այսօրվա դեպությամբ ազդեցություն ունեցել է, այսքան ասենք, բայց նաև այն հանգամանքը, որ ռուսական այս ինչքան երկարում այնքան թուլանում է, Պուտինը այդքան չի հասկանում իր բանակի վիճակը, իր տնտեսության վիճակը, իր ասենք թե ընդհանուր ռեսուրսների մարդկային եւ ոչ մարդկային վիճակը։ Դա ժամանակ իր դեմ աշխատում, ոչ թե իր կողմ աշխատում։ Իսկ ինքը կարծում է իր կողմ աշխատում, իր բանակը անընդհատ առաջ է գնում եւ այլն։ Այս բոլորը ասում են, նաեւ հիշեցնեմ, նաեւ ասեմ, որ արդարության համար որ վաղ կա, որ եթե իրապես հասավ նրան այն կետին, որ Ռուսաստանը հասկացավ, որ չէ Ուկրաինա գրավորող բան չի, այս շատ իր համար մեծ պատարակ ուլ տալու համար, ինքը կարող է ջղանացած շուգա եւ հարցակվի, ասենք, մի ավելի փոքր երկրի վրա, ասենք Էստոնիայի վրա։ Այնտեղ ֆրոնտի բան չկա, խորություն չկա, ընդհանրապես եւ բնակչություն չկա այդքան, ամբողջ Էստոնիան 1 միլիոն մարդ է, որից չգիտեմ ինչքան ռուսան եւ այլն։ Եվ ինչ որ մի բանանի, որպեսզի իր դրությունը իր ժողովրդի աչքում ինչ որ լավացնի եւ նաեւ վախեցնի ՆԱՏՕ-ին, բանով էս ասել եմ, որ թե ով է հարցակվում, ով է ՆԱՏՕ-ի բանի Էստոնիայի համար ինձ այդ պատերազմ սկսելու միջուկային, հա։ Տրամպի դեպ ասեց ոչ անոր բան մի քիչ լողոզած ձևով, որ դե Լատվիան չէ բան, ոնց որ յալ չգտնեք այնտեղ, հա։ Մենք տենց թույլ չեն տա բան, բայց ընդհանուր բոլորը հասկանում են, որ այս բանը կարող է լինի, ուղղակի որովհետև չի կարողանում։ Դա իհարկե կնշանակի, որ ինքը ընդունեց, որ Ուկրաինայից ձեռակաշելու, ձեռ չի կարողանում ոչ չանի։ Այդ անշանակելու, այդ դեպքում ինքը հարցակում անելու ուրիշ տեղ, ինքը 2-3 ֆրոնտով կռվելու ոչ մի հնարավորություն չունի։ Դա պետք է մեկը կանգնեցնի միշանի, հիմա դրա մասին չեմ բանանում, դա պետք չի դրա մասին շատ խորը մտածել, բայց այդ վախը կա։ Պարսկաստանը, դες գիրեք արդեն, այնտեղ ցույցեր են հիմնականում մարդկանց արդեն վիճակը վիճակ չի, այդ ռեալը իրենց տարադրամը շատ աթուլացել է մի տարվա ընթացքում 100%-ով գինի երկու անգամ ընկավ, ինչ որ 1,500,000 ինչա $1, այդպես որ խայտարակ թվեր են, ֆանտաստիկ թվեր են, ոչ մի ամեն ինչ թանկացել է, հացի գինը 2-3 անգամ բարձրացել է, ամենապարզ բաներից մեկն է, ամենատհաճ բաներից մեկն է, ջուր չունեն այդ մարդիկ։ Ինչքան ջուր չունեն, այդտեղ քանի 5-6 տարի է, 7 տարի ինչ բան երաշտ ունեն, ջուրի պակաս կա, անձև չի գալի բավական։ Ու պատկերացրեք, այնտեղ գործը ասան, որ ասացին, որ պետք է կարող է պատահի Թեհրանը էվակուացնեն։ Վահ։ Ոնց պատկերացրեք, մենք ասենք կարող է Երևանը դատարկենք, որտեղ չեք կարող ջուր ապահովենք մարդկանց։ Այսինքն չեն կարողանում մարդիկ լվացվեն, օղանան, չգիտեմ, ինչ անեն եւ այլն, չեմ ասում իրենց բաներին։ Դրա պատճառները շատ են, իրենց փինաչություն ասենք կամ ինչ ասենք, իրենց անշնորհքության պատճառով ամեծ մասամբ իհարկե ջրամբարները դարձել են իջել 8% ջուր է մնացել այնտեղ մի ջրամբարում մեկում ինչ որ 12% է մնացել, ինչ որ 10% է մնացել, ասենց խայտարակ վիճակ է, բայց mismanagement շատ կա,
հա, ինչ-որ բոլոր բաները, ընտրյետկա ջրային պաշարները, բոլորը վատներ են, այս բոլորը բան կան, հիմա փողոցներում ցույցեր են գնում, եւ արդեն բացի բաց ասում են death to Khomeini, այսինքն որ լսված բան չէր, այս իրենց կրոնական առաջնորդին մահ են ցանկանում, արդեն բացի բաց Տրամպն էլ վեր կացավ, ասեց, որ մենք հետևում ենք, ինչա կատարվում, եթե հանգարց սկսեք փողոցներում այդ ցուցարարներին սպանեք, մենք ձեր հետևից ենք, գալիս ենք դες վատ կլինի, այսինքն բացի բաց ասած, որ կարող է հարձակում կատարենք, խփենք, եթե դուք սկսեք փողոցներում մարդ սպանել։ Այս ռեժիմին է ասում իհարկե, բարձ։ Ուրիշ խոսքով ցուցարարներին բան անում, ուժ է տալիս։ Սա այս կրոնների մեջ չմտնող Տրամպն է։ Չեմ հիշեցնեմ ձեզ, որ ինքը բոլոր պրեզիդենտներից խաղաղասերն ինքն էր, բոլոր ստից կրոններից պետք էր դուրս գալ, չմասնակցել, չգիտեմ, ես չեմ անելու, այն չեմ անելու, բոլոր պատերազմները կանգնեցնելու եմ, արդեն ուրեմն, բայց դե որ պետք է լինում Իսրայելի համար մեկ-մեկ ռմբակոծություններ անում է եւ եթե պետք է լինի նաեւ կարող է հարձակվի եւ այնտեղ մարդկանց կյանքը փրկելու համար ցուցարարների ինչ-որ բաներ անի, դե ես ոչ ոք բան չեմ ասում դրա մասին, ցուցարարները լավ են անում, որ ինչ-որ անում են, այդ ռեժիմը ռեժիմ չի, բայց այս խոսքերի եւ գործերի անհամետեղության մասին եմ խոսում այստեղ, ասենք թե այդ հետաքրքիր է, թե ինչա կատարվում 26 թիվը, ասենք պետք է սպասումներով մոտենալ մեծ իրադարձություններ են լինելու եւ քաղաքական իմաստով Ամերիկայի ներսում եւ դրսում։ Էլ չեմ ասում, որ դրա հետևանքները անպայման ազդելու են նաեւ Հայաստանի վրա։ Լավ, այսօր այսքան, ուրեմն ձեզ նորից շնորհավորներ նոր տարին, լավ բաներ ցանկանանք ձեզ եւ գրվեք Vivi Talks Վարդան Մարտիրոսյան։